Ազգային ժողովի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, նիստի աշխատանքներին հետևող քաղաքացիներ։ Ինչ տեղի ունեցավ երեկ եւ ինչու ենք մենք ստիպված նորից վերադառնում հանձնաժողովների 3 նախագահների ընտրության հարցին։ Իմ ընկալումներում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը պարզապես քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել ազգային ժողովի աշխատանքները եւ ազգային ժողովի բնականոն գործունեությունը։ Այն որ ուժեղ Հայաստան խմբակցությունը առաջադրել էր հանձնաժողովի նախագահի թեկնածուներ, դա ընդամենը կանոնակարգ օրենքի պահանջի կատարում էր, նաեւ սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանություններով տրված պահանջ եւ ըստ որում ուժեղ Հայաստան խմբակցությունը առաջնորդվել էր մոտեցումներով ի տարբերություն օրինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության, որ հանձնաժողովի նախագահների պաշտոնում, չնայած որ դրանք քաղաքական պաշտոններ են եւ մասնագիտական պահանջներ չեն ներկայացում այդ պաշտոններին, այնուամենայնիվ ոլորտային ուղղվածությունը նկատի ունենալով առաջադրվել էին ըստ էության լավագույն տեխնացուներ տվյալ պաշտոններին համապատասխանող բոլոր 3 պոզիցիաներում։ Բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշեց, որ դեմ քվեարկել բոլոր 3 տեխնացուներին եւ ստիպեց մեզ նորից վերադառնալ այս հարցի քննարկմանը։ Օգոստոսի 2-ից մենք աշխատում ենք, արդեն 16-րդ նիստն է։ Եվ մենք հələ չենք անցել մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող քաղաքական հարցերի քննարկմանը։ Ազգային ժողովի ղեկավար մարմինների ընտրությունը նախագահ, տեղակալներ, հանձնաժողովի նախագահներ միտված է ընդամենը ազգային ժողովի հետագա 5 տարիների աշխատանքների կազմակերպման, այսինքն դա կազմակերպական հարց է, ոչ մի ֆունկցիոնալ, բովանդակային նշանակություն չունի։ Հիմա Ֆարմանյանը կլինի հանձնաժողովի նախագահ, թե Մանուկյանը, թե մեկ ուրիշը, դրանից ազգային ժողովի կյանքում, այդ մարդկանց կյանքում ոչ մի էական բան չի փոխվում։ Ընդամենը պետք էր ապահովել ֆունկցիոնալ ընթացքը։ Մի ուրիշ բան հիշեցնեմ ձեզ, երբ որ հանձնաժողովների թվաքանակի հարց էր քննարկվում, ես առաջարկեցի ստեղծել ոչ թե առավելագույն թվով 12, ոնց որ առաջարկում էր, այլ 6 հանձնաժողով։ Դե մարդիկ չեն ուզում լսեն։ Ես որում ինչն էի հաշվի առել, եւ հանձնաժողով, եւ ֆինանսական բաղադրիչ, ինչքան փող կտնտեսի մեր պետությունը, եւ հանձնաժողովների նախորդ գումարման ազգային ժողով ունեցած ծանրաբեռվածությունը, հանձնաժողովների միջև աշխատանքի հնարավորար ռացիոնալ հավասարաչափ բաշխումը, ինչպես նաեւ ժամանակի տնտեսումը։ Ասենք պատկերացրեք, եթե ընդունված լիներ այդ առաջարկը, մենք վաղուց էինք հիմա ավարտել հանձնաժողովների ձևավորումը եւ անցել էինք ոչ միայն իրավունքի ուժով սահմանված օրակարգի, այլ նաեւ օրակարգային այլ հարցերի առաջը։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ, ասենք, այս ամեն ինչը, այս ձևի ձգձգելու է սաբոտաժի իմաստը ո՞րն է։ Ընդ որում ես սա կարծում եմ, որ սաբոտաժը ոչ միայն ազգային ժողովի բնականոն գործունեությանը, այլ նաև կառավարության գործունեությանը։ Որովհետև այն պահին, երբ որ դուք կայացրեցիք այն որոշումը, որ մենք պիտի վերադառնանք նորից այս հարցին, նույն օրը կառավարությունը հավանություն է տվել կառավարության գործունեության ծրագրին, որը հիմա արդեն ամենայն հավանականությամբ ուղարկվել է ազգային ժողով։ Դրանից առաջ ազգային ժողովը ուղարկվել կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխության նախագիծը, որը մենք նույնպես պետք է քննարկենք մինչև կառավարության ծրագիրը, որովհետև հերթականությունը հարցերի քննարկման կանոնակարգը սահմանում է։ Դրանից առաջ ազգային ժողովը արդեն մուտք է եղել եւ մենք պիտի քննարկենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը հերթական խորհրդարանական ընտրություններից հետո։ Եվ հիմա այս կարևոր հարցերը թողած պատրաստի տեխնացուներին առաջադրած մարդիկ ընդամենը առանց քաղաքական որևէ բացատրություն, հիմնավորում տալու չեն ընտրում, ասում է չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով։ Բերեք այնքան այս հարցերը քննարկենք, չենք ուզում իրան այստեղ տեսնենք, տենց է ստացվում։ Օրինակ ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը։ Թե դուք ինչի չեք ուզում այդ մարդը գասնի, ես չեմ հասկանում, իր հեղինակությամբ, իր գործնեությամբ դուք եկեք նստել, թե չեք ուզում ինքը գասնել։ Բա կառավարությունը պիտի գա, որ մենք աշխատենք, բա մենք այդ կառավարությանը պիտի վերահսկենք, 16 նիստան իրանք ստեղ չեն եկել։ Իհարկե այդ պոզիցիայի մեջ որոշ դրական էլեմենտներ կարելի է նկատել, բայց շուտ է։ Դա մենք պիտի ի վերջո այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ստեղ գա Սամվել Կարապետյանը։
բայց առայժմ շուտ է, գոնե մի անգամ ծրագիր ներկայացնելու հնարավորություն պետք է ստեղծել, նոր հեռացնել։ Դուք մի քիչ առաջ եք ընկել իրադարձություններից, խափանում եք նույնիսկ դրա մուտքը ազգային ժողով, բայց մենք ճիշտ ասած տես չենք նախատեսել։ Եվ ես կարծում եմ, որ այս մոտեցումը ազգային ժողովի աշխատանքների կազմակերպման խիստ անընդունելի է։ Տեսեք ինչ էր քննարկում, հարցնում էին ո՞նց է առաջադրվել, ենթադրենք Հայկ Ֆարմանյանի տեխնացությունը կամ մյուս տեխնացությունները։ Շատ պարզ, ո՞նց է առաջադրվել։ Եղել է խմբակցության նիստ, եղել են առաջարկներ, տեխնացուներ, քննարկել են, կայացել են որոշում։ Դուք ձեր առաջադրման օրինականությունից խոսեք։ Բոլոր պոզիցիաների վրա, որտեղ առաջադրում ա եղել ՔՊ-ի կողմից, առանց բացառության եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության որոշումներ։ Առանց բացառության եւ բոլոր առաջադրումները խմբակցության համապատասխանել են վարչության որոշումներին։ Բացում ենք կուսակցությունների մասին սահմանադրական օրենք։ Ինչ առաջադրումներ կարող է անել քաղաքական կուսակցությունը։ Հստակ գրած է ազգային ժողովի համապետական ընտրությունների ցուցակի հաստատում, Երևանի, Գյումրի, Վանաձոր համայնքի ավականների ցուցակի հաստատում։ Մյուս որոշումը կայացնում է խմբակցությունը եւ ինչի համար այս տարբերակը, սա սահմանադրական կարգի տապալման էլեմենտ է իր մեջ պարունակում, որովհետեւ կուսակցության վարչության կազմում են օրինակ քաղաքացիական պայմանագրի դեպքում վարչապետ, նախարարներ, աղք, մասնավոր առևտրային ընկերությունների աշխատակիցներ, այսինքն մարդիկ, որոնց ճակատագիրը ստեղ պետք է որոշվի, իրանք ընդեղ պիտի պաշտոնավարեն, թե չէ, բայց պարզվում է հակառակն է։ Գործադիր իշխանության պաշտոնյաները որոշում են, թե օրենսդիր մարմնի ղեկավար պաշտոններով ով պիտի զբաղեցնի։ Սա երկու սահմանադրական օրենքի, կուսակցությունների մասին եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքների կոպտագույն խախտում է։ Եվ այդ ապօրինության հեղինակները մեզ հարցնում են, ասում են, իսկ դուք ինչի եք ինչ-որ օրինական որոշումներ կայացնում, որոշված է, որ խմբակցությունը պիտի կայացնի, խմբակցությունն է կայացնում, կայացնում է այն ժամանակ, երբ որ այդ որոշումը պիտի կայացնի։ Սա շատ պարզ մոտեցում է։ Գալով մեր կողմից առաջադրված տեխնացուներին, ես շատ եմ ափսոսում, որ այդ սաբոտաժի մեթոդը կիրառվեց նաև տեխնացուների հանդեպ։ Օրինակ, ֆինանսավարկային բյուջետային հարցերի հանձնաժողովի պարագայում, իհարկե դուք այդ ձևով մեզ ոչ մի պարագայում ուժեղ Հայաստանին չեք կարող ծանր իրավիճակի մեջ դնել։ Այս խմբակցության ցանկացած падգամավոր, ցանկացած հանձնաժողով կարող ղեկավարի։ Դուք նայեք, ասում են, տես մի մոտեցում էր հնչում այս դահլիճում, տրամաբանությունը քաղաքական որոշման հետևյալն էր, քանի որ ուժեղ Հայաստանը մինչ այդ քվեարկությունների ժամանակ կողմ չի քվեարկել ՔՊ-ի առաջադրած տեխնացուներին, սա ինչ-որ թե պատասխան վերաբերմունքն է այդ որոշումներին, բայց պարզա մի բան չէ, որ եթե ուժեղ Հայաստանը չի քվեարկում, միայն ձեր խմբակցության քվեները բավարար են որոշումներ կայացնելու համար եւ մինչեւ հիմիկվա ձեր ընտրության արդյունքում միայն ձեր խմբակցության падգամավորներով ի վերջո որոշումը կայացվել է, մենք անցել ենք հաջորդ հարցին։ Բայց դուք քաջատեղյակ եք, որ երբ որ դուք կողմ չեք քվեարկում առաջադրված մյուս տեխնացուներին, այդ տեխնացուները չեն ընտրվում։ Այսինքն դրանով տապալվում է ազգային ժողովի բնականon գործունեությունը։ Իսկ մենք ինչի չենք օրինակ քվեարկել։ Ինձ համար անկեղծ ասած շատ դժվար էր կողմ քվեարկել ազգային ժողովի նախագահի կամ տեղակալների պաշտոնում այն տեխնացությունների օգտին, որոնք իրենց կյանքում առաջին պետական պաշտոնը զբաղեցրել են 18 թվականի ողբերգությունից հետո։ Իսկ մենք ինչ տեխնացու էինք առաջադրել այդ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Մի մարդու, ով որ եւ օրենսդիր, եւ գործադիր, եւ դատական իշխանության մարմիններում ամենաբարձր պաշտոններն է զբաղեցրել, մասնավոր առևտրային ընկերությունում, ամենամեծ հեղինակավոր ընկերություններում ամենապատասխանատու գործողություններ, առաքելություններ իրականացրել։ Իսկ ստեղ ինչ առաջադրումներ են, ասենք օրինակ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ինձ համար դժվար է կողմ քվեարկել մի մարդու օգտին, որի առնչությունը պաշտպանության հետ միայն կայանում է նրանում, որ Սեյրան Օհանյանի տեղակալի, Կարեն Կարապետյանի արտակարգ իրավիճակների նախարարի պատերազմը տանուլ տված նախարարի հիմա հրթիռների գործով մեղադրվողի ընկերն է։
ուրիշ առնչություն պաշտպանության ոլորտի հետ ինձ հայտնի չի, եթե ու այդ մարդուն կողմ քվեարկելը ինձ համար շատ դժվար է։ Մեկ է պարզում է, որ ենթադրենք մարդիկ կան, որ ամփոփեք ժամանակն ավարտվեց։ դեմ են քվեարկում ամենապրոֆեսիոնալ տեխնացուներին։ Շնորհակալ եմ։